Բնականաբար այն երկիրը, որը նաև շատ կարևոր դերակատարություն ունի, եւ թուրքական աշխարհի գաղափարը ընդհանրապես այդ երկրում է անցյալ դարում մշակվել, դա Մեծ Բրիտանիան է եւ պատահական չէ, որ Մեծ Բրիտանիայի հետ այս գործող իշխանությունը կնքեց ստրատեգիական համաձայնություն եւ նաեւ ըստ որոշ լուրերի իրանք ներթափանցված են նաեւ հատուկ ծառայություններում Հայաստանին, հատկապես արտաքին հետախուզության, ամենայն դեպս նման տվյալներ կան։ Մյուս կողմից անկլավների հետ կապված պատահական չէր, որ ընտրություններից առաջ Google-ը փոխեց իր այդ տեղանունները, արդեն այդ անկլավները Քյարքի եւ այլն անվանումները դրեց եւ բնականաբար Google այդ քայլին չէր գնա, եթե Հայաստանի իշխանության հետ համաձայնեցված չլիներ եւ Հայաստանի իշխանությունը չբողոքեցին դրա դեմ, այսինքն ստվերային ձևով այդ պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերվել եւ բնականաբար այդ անկլավներում կհայտնվեն նաեւ ադրբեջանցիներ, որոնց մեծ մասը կարող են լինել նաև զինվորականներ, նաև հիմա շարունակություն ասեմ, նաև շատ հետաքրքիր մի նյուանս կա, ուրեմն Հայաստանի ազգային ժողովի նախագահը Սիմոնյանը, ինքը շատ հետաքրքիր արդեն բարոյական էլեմենտ է դնում, ինքը ասում է, իս ադրբեջանցի մայրերը, որ 30 տարի տառապել են, իրենց որդիները զոհվել են, այն տառապանքները, որ մենք բերել են ադրբեջանցի ժողովրդին, դա էլ մենք պետք է հաշվի առնենք, այսինքն մենք արդեն ունենք նաև մեղքի խնդիր եւ այդ բարդույթը ինքը ձևակերպում է, որովհետեւ բարոյական էլեմենտները շատ կարեւոր են ինչ որ քայլ կատարելու համար, այսինքն հայ ժողովուրդը նաև մեղավոր է, որ նման տառապանքների է ենթարկել 30 տարի օկուպացրել է իրենց տարածքները